Շարժման կազմակերպելու համար, որովհետև իսկապես կան իրավիճակներ, որտեղ դժվար է պատկերացնել տարբեր հարցերում խիստ տարաձայնություններ ունեցող, տարբեր տեսակետներ ունեցող մարդկանց հավաքը մի տեղում, մի հարցերում բավականին բարդ է եւ ես կարծում եմ, որ այս հանդիպումը ոչ թե ուշացել է, այլ հասունացել է։ Սա շատ կարևոր է, որտեղ երբ որ հարցը չի հասունանում, դա շատ արհեստական, այդ հանդիպումները գրող սեղաններն շատ արհեստական են, իրենք շատ արագ փլուզվում են, իսկ այստեղ հավաքված մարդիկ սկզբունքորեն միանշանակ վերաբերմունք ունեն, հատկապես այն հարցերին, որոնք վերաբերում ոչ միայն առաջնական սուպերի եկեղեցուն, այլ նաև այլ բնույթի հարցերին, օրինակ չգիտեմ, համոզված եմ, որ ներկաներից որևէ մեկը օրինակ գերիների հարցը կասկածի տակ չի դնում, որ օրինակ բոլորս միասին պետք է աշխատենք հետևության կամ Հայաստանի սուվերենության հետ կապված հարցը որևէ մեկը կասկածի տակ չի դնում։ Այնպես որ սա շատ հասունացած է, մենք շատ ճշգրիտ ժամանակին ենք հանդիպում։ Ես ուզում եմ, որ մեր հասարակությունը, մեր լսարանը ոչ ներկաները, այլ մեզ լսող մարդիկ շատ լավ պատկերացնեն խաղի կանոնները, որոնք մասին մենք խոսում ենք, մի մասը սահմանել են ոչ թե մենք մեր սահմանադրությամբ, այլ դրանք միջազգային նորմերով սահմանված կանոններ են։ Մարդիկ ունեն խղճի ազատություն, եկեղեցիներ պիտի անկախ լինեն, այս բոլոր կանոնները դրսից են սահմանում։ Եվ երբ որ դրսի ուժեղ խաղացողները սահմանում են այդ կանոնները, հետո մեզ գալիս են ասում են, գիտեք, բոլոր կրոնական կազմակերպությունը ամենայն հարգանքով բոլոր կրոնական կազմակերպություններ են։ Ես իսկապես շատ նորմալ վերաբերմունք ունեմ բոլորին, շատերի հետ աշխատել եմ, շատ ինտենսիվ ենք աշխատել, իրենց խախտված իրավունքների հետ կապված։ Ես կասեի մեր քաղաքասարակության եւ իրավապաշտպանության հիմնադիր հայրերն ու մայրերը այստեղ ներկա են, անձամբ կարող են դա հաստատել, թե ինչքան ինտենսիվ ենք մենք աշխատել, բայց շատ կներեք, կանոնները դուք եք սահմանել, եթե մենք այդ կանոնների համար կռիվ ենք տվել, հիմա եկել է հերթը հասել է մեր ինքնության հետ կապված մեր պատմության ամենամեծ, այսպես հատվածը կազմող հայրաքելական եկեղեցու իրավունքները պաշտպանելու, ու դուք ոչ մեկի ձենը դուրս չի գալի, ոչ մի միջազգային կառույց չի խոսում, ոչ մի հատ նամակ գրեք, մի հատ զանգեք, ոնց որ առաջ եք զանգում դիվադատարանում, ասում ես նամակին պատասխանի, այս հանդիպման արի, այս կլորսը, մի անգամ զանգեք հարցրեք, լավ ինձ չեք զանգում, ես դուրս եմ եկել իրավապաշտպանություն, մարդիկ կան, զանգեք հարցրեք, նորմալ է այս վիճակը, թե չէ։ Հետևաբար, ես պիտի խնդրեմ բոլոր հանրային հնարավորություն ունեցող մարդկանց, հանրային խոսք ասող մարդկանց խոսեք դրա մասին եւ անպայման նշեք միջազգային կառույցներին, որովհետեւ իրենք շատ լավ, գիտեք, տակ տեղավորվել են։ Երբ որ չեն խոսում, այդ ներկա հասարակությունից այդքան շատ ակտիվ կներ եկել երեխեք, բայց պետք է ասեմ, հա հասարակությունից այդքան ակտիվ չեն խոսում, այդքան կոշտ չեն քննադատում, տպավորությունն է, որ սա ինչ-որ քաղաքական պայքար է, սա այլ կան քաղաքական ուժեր, որոնք հավակնություններ ունեն, որոնք ռևանշիստներ են, որոնք չգիտեմ ինչ են, իրանք իրենց քաղաքական նպատակարությունից այս եկեղեցու հարցը բարձրացնել տենց չի, սա մաքուր դասական, դասագրական հետապնդում է, նաև կրոնի հիմքում։ Սա շատ կարևոր մեսիջ է, ես կարծում եմ, նաև մի կողմից մեր հասարակությունը պետք է հասկանա, որ կան հարցեր, որտեղ այն մարդիկ, ովքեր երկար ժամանակ իրար հետ կամ տարբեր հարցերում իրար հետ հաշտ չեն, այնուամենայնիվ կարևորագույն հիմնախնդիրներ, որոնց շուրջ մենք պատրաստ ենք հավաքվել, պատրաստ ենք միասին նստել, քննարկել, պայքարել ու դիմադրել նրան։ Եվ նաև միջազգային գործընկերներին հերթական անգամ իրանց այս մեսիջը ուղարկել, որ ժողով ջան, այս ձեր գծած խաղի կանոնները մենակ չգիտեմ, արտարոց դեպքերում են աշխատում, թե ի վերջո սա համընդհանուր կանոններ են։ Դիմադրության լավագույն ձևը իմ խորին համոզմամբ դա սեփական օրակարգ ունենալն է։ Մենք պարտավոր ենք որպես, չգիտեմ, էլի մեր սեփական օրակարգը թելադրելու։ Քանի դեռ մենք արձագանքողի դերում ենք լինում ինչ-որ հարցերում, մենք անդադար պարտվել ենք, որտեղ այն, ոնց ասում, դնով վիճակում Նիկոլ Փաշինյանը անպարտելի է, ոչ մեկս չեն կարող այդքան ցածր իջնեն, հավաքական կերպարով չեն կարող այդքան ցածր ինչքան ի վիճակի է իջնեն ինքը։ Հետևաբար մենք պիտի մեր օրակարգերը լինենք, եւ այն բոլոր օրակարգերը, որոնց շուրջ մենք կարող ենք ունենալ համախոհություն, ես կարծում եմ շատ հարցեր մենք կարող ենք ունենալ համախոհություն, որտեղ հարձակումը Հայաստանի վրա, մեր պետականության վրա, մեր օրենքների վրա, մեր իրավունքների վրա այնքան ուղղություններով ակնում, որ շատ հարցերում մենք իսկապես կարող ենք համախոհություն ունենալ ու պիտի խնդրեմ, որ չհոգնեք, չնայած այդ մարդիկ, որոնք անհիշելի ժամանակներից են պայքարում, այս աուդիտորիայի սա երևի աղ չեն հոգնում, հա, ու թարմ են բնում, էդ է լավ բան։ Մեր հասարակությանը, մեր լսարանի, մեր ժողովուրդը պիտի խնդրեմ, չհուսահատեք, չընկճվեք, որովհետև բոլոր հարցերը լուծում ունեն, ուղղակի ճիշտ գործիքակազմը օգտագործելու հարցը կա։
Իրականում ես համաձայն եմ ձեր հետ եւ կուզեի մտածել, որ մենք նշենք, քանի որ սա ոչ թե քաղաքական կոալիցիա է, մեր հավաքված ուժերը եւ ներկայացուցիչները տարբեր հիմնարկների, սա իրական կոնսոլիդացիա է մեր իրավունքների համար։ Առաջինը իրավական պետություն ունենալը, դա իրավունքների պաշտպանությունն է։ Մենք պետք է հասկանանք, որ այսօրվա դրությամբ եկեղեցին որպես թիրախ է ներկա ղեկավարներին, Փաշինյանին, որը որ այդ թիրախը օգտագործում է մեկ կարևոր հարցի համար, ինքը բացի նրանից, որ խախտում է բոլոր օրենքները, սահմանադրության բոլոր կետերը, բոլորը չէ, իհարկե նշված մեր ընդհանուր հայտարարության մեջ, բայց այստեղ մի հատ բան կա, որ մենք պետք է բոլորս հասկանանք եւ կապ չունի, թե հետագայում ներկա ուժերից ովքեր կոալիցիա կազմեն, թե չեն կազմի, թե իրար հետ կգնան ընտրությունների, թե չէ, այս ամեն ինչը կատարվում է նախընտրական արշավի համար։ Իր ամենակարևոր հանգամանքն է, այն ինչ որ մենք տեսանք վաղ շաբաթի ընտրություններին, որ ինչքան քիչ մարդ մասնակցի ընտրություններին, այդ դեպքում ինքը մեծ հնարավորություն ունենալու վերընտրվելու։ Եվ ուրեմն ինքը ամեն ինչ անում է, որ մեր հանրությանը պարակտի, մարդիկ կան, ովքեր որ կողմ են, որ կաթողիկոսը հեռանում, մարդկա դեմն է, մարդկա ասում է, հետո կհեռանում, մարդկա սենց անում, բայց սա ուղղակի եկեղեցին չի։ Իրականում նա ուղղակի ազգի դեմ է դուրս եկել, ազգին պարակտելու համար, խախտելով բոլոր օրենքները մի նպատակով, որ վերընտրվի։ Եվ ուրեմն ինձ թվում է, մենք պետք է մեր իրավունքները պաշտպանելով այս հայտարարությունը, որ ստորագրում ենք, մենք նույնպես մեր դեմը ունենանք աչքի առաջ պատկերացնենք, որ բոլորը պետք է աշխատեն նրա վրա, որ կարողանանք մեր ընտրողների մասնակցությունը ինչքան կարելի է շատ ապահովենք, որ կարողանան գան մասնակցեն ընտրությունների եւ կապ չունի թե որ ուժն կընտրեն, բայց ամեն դեպքում ինչքան շատ մարդ կա ընտրությունների, այդքան շատ հնարավորություն կլինի Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմին հեռացնել այդ քաղաքական դաշտից եւ պատասխանատվության ենթարկել այս արած բաների համար։ Այդ թվում նույնպես ես կուզենայի նշեի, որ քանի որ սա գնալու է դատախազություն, մենք արդեն տեսել ենք, որ համ դատախազությունը ինչ շատ դեպքերում հրաժարվում է քրեական գործեր հարուցել դեպի ղեկավար անձանց, եւ ուրեմն պետք է իրանք պատկերացնեն, որ սա իրականում եթե հրաժարվեն, քանի որ փաստերը ներկայացված են այստեղ լիովին, դա նշանակել է, որ իրանք համագործակցում են այդ փաստորեն խախտումներին, դեռևս երևի չեն կարող ասենք, որ հանցագործություն է, բայց խախտումները առերեսված են եւ պետք է իրանք հասկանան, որ հետո պատասխան են կրելու, քանի որ եթե չընդունեն այս դիմումները։ Շնորհակալություն։